Քրիստոս հարյավ իմերելոց եւ համբարձավ փառոք առհայր։ Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց եւ Հիսուսին ընդառաջ ելավ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր Իսրայելի»։ Եվ Հիսուս մի էշ գտնելով նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. «Մի վախեցիր, ով դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է նստած մի էշի քուռակի վրա»։ Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, եւ իրենք այդ էին արել նրան։ Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց։ Դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չենք ստանում, հավասիկ ամբողջ աշխարհը նրա ետևից գնաց»։ Այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ, նրանց մեջ, որ Երուսաղեմ են եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպոսին, որ Գալիլեայի Բեթսայդա քաղաքից էր, աղաչում էին նրան եւ ասում. «Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը եկավ եւ Անդրեասին ասաց։ Անդրեասն ու Փիլիպոսն էլ Հիսուսին ասացին։ Հիսուս նրանց պատասխան տվեց եւ ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու որդին»։ Այս հատվածը մենք ընթերցել ենք Ծաղկազարդին, բայց մյուս ավետարանից, ոչ Հովանու ավետարանից։ Այս հատվածը ներկայացնում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Ծաղկազարդ։ Այսօր նորից նույն հատվածը կրկնվում է եւ այսօրվա կիրակին կոչվում է երկրորդ Ծաղկազարդ։ Այստեղ Քրիստոս նշված հատվածում Քրիստոս մտնում է երկրային Երուսաղեմ, այսօր Քրիստոս մտնում է երկնային Երուսաղեմ։ Այստեղ ժողովուրդն էր աղաղակում, սքանչելանում, հիանում, ովսանաներ բացականչում։ Այսօր հրեշտակների դասերն են փառաբանում եւ երկրպագում Քրիստոսին։ Սրբերի ժողովներն են Քրիստոսին ուղեկցում եւ դիմավորում։ Այսօրվա տոնը, երկրորդ Ծաղկազարդը, հատուկ է միայն հայոց եկեղեցուն եւ այն կապված է մի ավանդության հետ, որ մեր եկեղեցին ունի։ Ինչ ավանդություն է դա։ Գրիգոր Լուսավորիչը, երբ խոր վիրապում էր գտնվում, աստվածային նախախնամությամբ եւ աստվածային հրամանով Գրիգոր Լուսավորչի մոտ ամեն օր գալիս էին հրեշտակներ իրեն մխիթարելու, զորացնելու համար։ Եվ պատմություն, ավանդությունն ասում է, երբ Աստծուն երկրպագելու ժամանակը հասնում էր, հրեշտակները հեռանում էին սրբից, գնում էին Աստծուն երկրպագում էին, նորից վերադառնում էին Լուսավորչի մոտ։ Սակայն ասում է, մի օր հրեշտակները գնացին Աստծուն երկրպագելու եւ վերադարձան միայն հաջորդ օրը, մի օր հետո։ Եվ երբ Գրիգոր Լուսավորիչը հետաքրքրվեց, ինչն էր պատճառը, որ իրենք չեկան, հրեշտակներն ասացին, որ այսօր Քրիստոս հանգրվանել էր մեր դասում։ Ինչ հանգրվանելու մասին է խոսքը։ Եվ հրեշտակները բացատրեցին, որ Քրիստոս իր համբարձումից հետո 9 օրեր ամեն օր հրեշտակների մի դասում էր հանգրվանում։ Ամեն օր հրեշտակների մի դասի կողմից էր հյուրընկալվում եւ կարծես թե հյուրընկալվում եւ հրեշտակների այդ դասը այդ օրը տոն էր անում Քրիստոսի պատվին։ Եվ
հրեշտակներն ասացին, քանի որ մենք 4-րդ դասի հրեշտակներից ենք, գիտենք, որ 9 դաս հրեշտակներ կան։ Հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, զորություններ, տերություններ, սերովբեներ, քերովբեներ եւ աթոռներ, 9 դաս, եւ սրանցից 4-րդ դասը իշխանությունների դասն է։ Ասում է, քանի որ մենք 4-րդ դասի հրեշտակներն ենք, այսօր համբարձման 4-րդ օրն է, եւ Քրիստոս մեր դասում էր հանգրվանել եւ մենք տոնախմբություն ենք կատարում։ Դրա համար եւ մենք չկարողացանք գալ։ Ուրեմն այստեղից Գրիգոր Լուսավորչին հայտնի դարձավ այս իրողությունը, որ Քրիստոս ինչպես իր հարությունից հետո 40 օր մնաց օդում եւ հայտնվեց մարդկանց, որպիսի մարդիկ հավատան հարության հրաշքին։ Այնպես էլ համբարձվելուց հետո 9 օր հրեշտակների 9 դասերում եղավ, որպիսի հրեշտակներին հայտնի փրկagorցության խորհուրդը, որպիսի հրեշտակները ուրախանացուն ու ցնցան մարդկային ցեղի փրկության համար եւ իրենք էլ մխիթարվեն, որովհետեւ առաքյալն ասում է հրեշտակները ցավ են քաշում մեզ համար, ամեն ինչ անում են, որ մենք փրկվենք։ Եվ այս իրողությունը հայտնի դարձավ։ Այսօր համբարձման հենց այդ 4-րդ օրն է։ Եվ այս տոնը մեր եկեղեցու մեջ հաստատվեց։ Համբարձումը 5 էր, չէ՞։ 5 ուրբաթ, շաբաթ, այսօր կիրակի, 4-րդ օրն է։ Եվ այսօր այդ օրն էր, որ Գրիգոր Լուսավորչին մխիթարող, սպասավորող հրեշտակները երկրպագում էին Քրիստոսին, 4-րդ դասի հրեշտակները։ Ուրեմն այսօրվա օրը կոչվում է երկրորդ ծաղկազարդ։ Ընթերցում ենք նույն ընթերցումները Սուրբ գրքի, ինչ որ ծաղկազարդի օրը, որովհետև նման են եւ զուգահեռ է։ Այն ժամանակ Քրիստոս մտնում էր երկրավոր Երուսաղեմ, այսօր Քրիստոս մտնում է երկնային Երուսաղեմ։ Այն ժամանակ մարդիկ աղաղակում էին օրհնյալ է Դավթի որդին, որ գալիս է Տիրոջ անունով, այսօր հրեշտակներն աղաղակում են, ասում են օրհնյալ է Աստծո որդին։ Այն ժամանակ երկրային Երուսաղեմի դռներն էին բացվում, որպեսզի Քրիստոս փառավորվի խաչի վրա։ Հիմա Քրիստոս բարձրանում էր իր արքայությունը, որպեսզի փառքի գահին բազմի։ Այսօր Քրիստոս փառավորվեց եւ հատվածի վերջը հատկանշական էր, որ ընթերցեցինք։ Ասում է հեթանոսներ կային Երուսաղեմում, որոնք եկել էին տոնի առիթով Երուսաղեմ։ Եվ այդ հեթանոսները մոտեցան Փիլիպոսին եւ ասացին. մենք ուզում ենք տեսնել Հիսուսին։ Փիլիպոսն եկավ ասաց Անդրեասին, որ հեթանոսներ կան, որ ուզում են տեսնել Հիսուսին, եւ Անդրեասն ու Փիլիպոսը միասին գնացին Հիսուսի մոտ եւ ասացին այդ մասին Հիսուսին։ Եվ Հիսուսն ասեց. մարդու որդին փառավորվեց։ Այսօր Քրիստոս փառավորվեց երկնային դասերում։ Այսօր Քրիստոս փառավորվեց իր արքայության մեջ եւ եւս մեկ շաբաթ 9 դասերով անցնելուց հետո շաբաթ օրը, որ հանգիստ է նշանակում, Քրիստոս պիտի բազմի իր փառքի գայի վրա Հայր Աստծո աջ կողմը եւ հաջորդ կիրակի օրը Սուրբ Հոգուն պիտի ուղարկի եւ հաջորդ կիրակին հոգեգալստյան տոնն է։ Ուրեմն այսօր երկրորդ ծաղկազարդ է։ Մեր Տերը մտավ իր արքայությունը։ Այս տոնն ենք կատարում։ Եվ այսօր նաև մենք հիշատակում ենք այս հրեշտակների դասը, հատկապես որոնք սպասավորում են մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Իշխանությունների դասի հրեշտակները, որոնք 15 տարիների ընթացքում մխիթարում էին Լուսավորչին, որոնց մասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայտնեց մեզ։ Նաև այսօրվա տոնի հետ կապված հետաքրքիր մտքեր կամ մեկնություններ է անում Շնորհք Պատրիարք Գալստյանը։ Ինչ է ասում։ Ասում է այս տոնը շատ մխիթարիչ է քրիստոնյաներիս համար։ Ինչի համար։ Տեսեք, Գրիգոր Լուսավորչին
կենթանի թաղեցին գերեզմանում, բայց Գրիգոր Լուսավորիչը իր հավատքի մեջ չտկարացավ, իր հույսը չկորցրեց եւ Աստված նույնիսկ այդ գերեզմանի մեջ մխիթարում էր Գրիգոր Լուսավորչին հրեշտակներ ուղարկելով։ Ասում է չհուսահատվեք, չտկարանաք, հանկարծ չթուլանա ձեր հավատքը, Աստված միշտ ձեզ հետ է եւ Աստված կարող է հրեշտակներ էլ ուղարկել, որ ձեզ զորացնեն։ Եվ այդ բանը միշտ եղավ։ Աստվածաշնչում տարբեր պատմություններ գիտենք, թե Աստված ինչպես հրեշտակներ ուղարկեց Սոդոմ Գոմոր քաղաքները, Աստված ինչպես հրեշտակներ ուղարկեց Աբրահամի մոտ, Աստված ինչպես հրեշտակ ուղարկեց Հակոբ Նահապետի մոտ, որը մենամարտեց հրեշտակի հետ եւ անունը կոչվեց Իսրայել։ Թե Աստված ինչպես նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Գեթսեմանի պարտեզում լարված տագնապի պահին, ասում է հրեշտակ իջավ երկնքից եւ զորացնում էր նրան։ Ուրեմն սա մեզ համար ոգևորիչ կամ հուսադրող կամ ինչպես ուզում եք ասել մխիթարիչ մի պատմություն է, այսօրվա ամանությունը, որ Աստված իրեն սիրողներին երբեք չի լքում։ Մենք արդեն մեր փորձով գիտենք։ Նույնիսկ գերեզմանի մեջ Աստված Գրիգոր Լուսավորչի հետ էր։ Եվ Գրիգոր Լուսավորիչն ասում է. իմ գերեզմանը, իմ գուբը շատ ավելի փառահեղ եւ հրաշալի էր, քան թագավորների պալատները, որտեվ Աստված ինձ հետ էր, որտեվ Աստված էր իմ խոսակիցը եւ Աստծո մխիթարությունն էր ինձ հետ։ Ուրեմն այսօր երկրորդ ծաղկազարդ է։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս փառավորվեց։ Նաև այդ դրվագի հետ կապված, որ ներկայացրի, թե ինչպես հեթանոսներ էին եկել։ Ուրեմն մեր հայրերն ասում են, որ այդ հեթանոսները ավետարանում հիշված մեր առաջին հավատացյալ թագավոր, հայ առաջին հավատացյալ եւ աշխարհում առաջին հավատացյալ թագավոր Աբգար թագավորի պատվիրակներն էին, որոնք Աբգար թագավորից նամակ էին բերել Հիսուս Քրիստոսին, որի մասին խոսում է Սուրբ Մովսես Խորենացին, եւ Խորենացին ասում է, որ Քրիստոսն էլ պատասխան նամակ ուղարկեց Աբգար թագավորին, որը Խորենացու մոտ կա, եւ այս պատվիրակները նաև Քրիստոսի նկարը նկարեցին, Անանը, որը նկարիչ էր, Քրիստոսին պատկերը նկարեց, անձեռակերտ պատկերը, որն ասում է, որը տարվեց Եդեսիա եւ որը հայտնի աշխարհով մեկ, մինչև այսօր Քրիստոսի անձեռակերտ դաստարակ անունով։ Ուրեմն այս պատվիրակներն էլ մեզ հետ կապ ունեն, մեր պատմության հետ կապ ունեն եւ վաղ շրջանի եկեղեցու մեկնիչները սրանք նույնացնում են կամ մեր հայրերը նույնացնում են ուրեմն Աբգարի պատվիրակների հետ, որոնք գնացին ուրեմն Երուսաղեմ։ Եվ սրանց միջոցով մեր Տերն ասում է այսօր մարդու որդին փառավորվեց Երուսաղեմ մուտքի ժամանակ, իսկ այսօր երկրորդ ծաղկազորթի ժամանակ մարդու որդին փառավորվեց հրեշտակների եւ սրբերի դասերում երկնքում եւ բազմեց հոր Աստծո աջ կողմը մարդկային բնությունը արժանացավ երկնքի արքայություն մտնելու, որտեղ մեր Տերը մարդկային բնություն առած մտավ երկինք եւ բազմեց հոր Աստծո աջ կողմում եւ սրանով մեզ արժանացրեց երկնքի արքայության։ Քրիստոս հարյավ իմերելոց եւ համբարձավ փառոկարհայր։ Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը եւ համբարձումը փառոկ արհայր։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի եւ Սուրբ Հոգու գալիք էջքը թող մեզ աստվածային շնորհների արժանացնի։ Ամեն։